Մեծ ու ամենակործանարար սխալը 2020 թվականին, իսկ ավելի ճիշտ մի տարի ավելի շուտ 2019 թվականին արել է ոչ այլ ոք, քան ինքը Նիկոլ Փաշինյանը, այսօրվա գործող վարչապետը։ Դա սխալ չէր։ Դա սխալ չէր։ Դա հանցագործություն էր մեր ժողովրդի նկատմամբ, որովհետև սեղանին դրված էր 2019 թվականի պլանը, որը կրկնում էր 2016 թվականին Սերժ Սարգսյանի առաջ դրված պլանը, ըստ որի մենք ընդամենը 5 շրջան պիտի վերադարձնեինք Ադրբեջանին եւ հայկական վերահսկողության տակ պահենք ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գումարած Լաչինի եւ Քելբաջարի շրջանները։ Ընդ որում Քելբաջարի եւ Լաչինի ոչ միջանցքային մասը գրված էր այդ պայմանագրում։ Պետք է վերադարձվի միայն այն պահից հետո, երբ որ Ադրբեջանը կհամաձայնվեր ընդունել մեզ համար ընդունելի վերջնական կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի համար, Արցախի համար։ Սրանց լավ լուծում, այսինքն մենք միջազգային երաշխիքներով խաղաղություն ենք հաստատում, դեբլոկադա ենք անում, բոլոր ճանապարհները բացում ենք, դիվանագիտական հարաբերությունները ստեղծում ենք, առևտրատնտեսական հարաբերությունները բացում ենք եւ դրանից հետո արդեն կարենք 100 տարի բանակցենք։ Ուզում են Քելբաջարը հետ ստանալ, թող ընդունեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Սրանից ավելի լավ լուծում ուղղակի դժվար է պատկերացնել։ Բայց Նիկոլ Փաշինյանը իրան գժի տեղ դնելով, ինչպես ինքը ասաց, հələ ասեմ, բացի այդ պլանից, որը դրված էր, իրան նաև առաջարկվել են, ինքն էլ դա խոստովանել է 5 միլիարդ դոլարի, ինչ ասեմ, ներդրում, որով պետք է զարգացվեր, ուժեղացվեր, ամրապնդվեր Արցախը։ Էդ էլ են առաջարկել։ Ինքը իրան գժի տեղ դնելով չի մտել այդ բանակցությունների մեջ, ասել է ես ամեն ինչ պիտի սկսեմ զրոյական կետից, գնացել է Ստեփանակերտ, ասել է Արցախը Հայաստանն է վերջ, ու մի հատ էլ հանցագործություն արել, նաև այդ պլանը թաքցրել է հայ ժողովրդից։ Ինքը ասել է, որ մի տարի շարունակ խաբել է ժողովրդին, ասելով, որ ոչ մի պլան չկա, ոչ մի պայմանագիր, ոչ մի նախագիծ դրված չի սեղանում։